Նախ ասեմ, նոր գալիք բյուջեի մասին խոսելիս պետք է հասկանանք 11-12 թվի բազան, ինչ է։ Իդեպ դա հենց այսօր քննարկվում է ազգային ժողովում։ Երկրորդ դիտողությունս այն է, որ նկատառում ես, որ մի այլ բան է ինչ է ներկայացնում իշխանությունը, մեկ այլ բան է այդ իշխանությունը տեսնել դեբատների ժամանակ, այն ինչպես ձեր հետ եմ խոսում, իրենց հետ խոսում եմ։ Պարզվում է լրիվ ուրիշ թվեր են։ Երբեմն իրանք պարզապես փորձում են ճողոպրել դալիճից, եթե հանկարծ մեկ առ մեկ պիտի հանդիպեն ու բան ասեն։ Օրինակ 11 թվականի բյուջեն։ Դուք լսել եք, չէ, որ անդադ ասել ենք տնտեսական աճեր, չէ, վերջի 2-3 տարին ճգնաժամը հաղթահարել ենք։ Իրոք բերել են հաշվետվություն, որ իբր կատարվել է այդ բյուջեն 11 թվականի, որը հիմքն էր այս տարվա բյուջեի։ Այս տարվա բյուջեն էլ հիմք լինելու մյուս տարվա բյուջեի։ Պարզվում է, որ բյուջեն չի կատարվել, եւ թերակատարվել է շատ էականորեն, շուրջ 7%-ով։ Ինչպես է դա պարզվել։ Նստած է վարչապետը, նստած է ֆինանսների նախարարը, նստած է ազգային վիճակական ծառայության պետը։ Հարց է տալի, ասում ես, սղաճ ինչքան է եղել։ Ասում են 4-7%։ Դե մնում ասես սկի։ Իրականում 7% է, իրանք այդ թիվն են գրել։ Եթե սղաճը 7% է 2011-ին, աշխատավարձները միջին սղաճը 7%, աշխատավարձներն աճել են 5-9%։ Մենք լավ ենք ապրել ավելի թե վատ։ Հարց եմ ձեզ տալիս։ Չէ, միջին հաշվով, լուրջ հարց եմ տալիս։ Եթե երկրում գնաճը 7-7% է, աշխատավարձները բարձրացել են 5-9, վիճակը լավացել է, թե վատացել։ Վիճակը վատացել է 1.8%-ով։ Ընդունում եմ այնպիսի բյուջե, որը մենք կփորձենք, որը առանց խնդրի կկատարվի։ Ի վերջո կընդունեն մի բյուջե, որտեղ կլինի դոլարով, հնարավոր է նույնիսկ, եթե կուրսը փոխվի անկում 2012-ի համեմատ, այդ բյուջեն կլինի 2 միլիարդ 300 միլիոն, 2 միլիարդ 400 միլիոն դոլար, մաքսիմում 2 միլիոն 450 միլիոն։ Մենք ունենք Վրաստան 6 միլիարդ դոլար բյուջեով եւ 21 միլիարդ դոլար բյուջեով Ադրբեջան։ Փողը թանկանում է։ Հարցում ես ինչ բացատրություն կա, նայում ես սկսած առաջի դեմքից կենտրոնական բանկի հասկանում ես մասնակից չես մարդը։ Եվ ոչ միայն բեքգրաունդը նկատի ունեմ, ասենք կրթությունը, որտեղ ավարտել, ինչ ավարտել, որ տնտեսագիտության հետ կապ չունի, այլ ընդհանրապես։ Բացատրեք ինձ, խնդրեմ։ Ինչի 72,000-ին համաձայն չեք։ Դուք ասում եք, որ միջին աշխատավարձը երկրում այս տարի, անցյալ տարի եղել է 116,000 դրամ, այս տարի կլինի 125,000 դրամ։ Ձեր միջինը համարյա թե 2 անգամ բարձր է մեր առաջարկած նվազագույնից եւ 4 անգամ բարձր գոյություն ունեցող նվազագույնից 3.5։ Եթե այդպես է, նվազագույնը բարձրացեք, ստվերը կրճատեք։ Եվ որ իրանց ցույց է տալիս, որ ձեր տնտեսական աճին անդունդը հարուստների աղքատների մեջ ուժեղացել է, վատագույնն է աշխարհում։ Վատագույնը աշխարհում։ Չեմ ասում է, գոնե մի 20 երկիր մեզից վատ են։ Անհամեմատ ավելի լավ է վիճակը Եգիպտոսում։ Ասում ես անգերներ, դուք հասցրել եք սրա։ Չեք ուզում մի քիչ կիսվել։